Որ ջան, այդքան անհանգստացա երեկվա տեսանյութում, չէ։ Ուրեմն բացեցի իմ ստացած նամակները, որ ինձ ուղարկել են 2 անգամ։ Հետևորդներից մեկն էլ էր ասել, որ դիմեմ ուր, հասցեով նայեցի նամակի մեջ գրված էր ուր դիմեմ, բանից պարզվեց մեզանից 900 մետր հեռավորության վրա, այդ հաստատությունն է, տեսեք հլը որն է։ Փաստորեն Ֆրանսիայում կան նման հաստատություններ, Espace Conseil, որտեղ օգնում են բոլոր մարդկանց, անկաղնանից ինչ հարց ունեք կապված թոշակի հետ։ Այստեղ եկա արդեն հանդիպում վերցրեցի, առանց հանդիպման հնարավոր չէ օրվա մեջ հարցեր լուծել։ Մի խոսքով հուլիսի 1-ին արդեն կգամ, կիմանամ ես ինչ իրավունքներ ունեմ, երբ եմ գնալու թոշակի, ինչքան պիտի ստանամ, մի խոսքով նայ մի հատ փողոց եմ անցնում, կարճ ասած այն ամենի մասին, ինչ հետաքրքրում է բոլորիս, ես այստեղ այդ հարցերի պատասխանը կստանամ։ Ահա, լավ ստացվեց, դրա համար սիրում եմ էլի մեր տանտեղը, որ բոլոր հիմնարկները մոտիկ են ինձ ասում են, ինչի մեքենա չես վարում, մեքենան ինչից պետք է Ժողովուրդ ջան։ Ահա, տրամադրությունս փոխվեց դեպի լավը, այսինքն հարցերի պատասխան էլի, դե հետաքրքրվեմ։ Միգուցե 63 տարեկանից են գնալու թոշակի, որովհետև իմ նամակների մեջ դա էր նշված, ինչքան եռամսյակ եմ աշխատել, բան լրիվ ծրարով գրած էր, անգամ իմ անցկացրած այդ դասընթացները, որոնք վճարվել են, դրանք էլ էր համարվել։ Մի խոսքով հլը տեսնենք էլի, չնայած դե շատ քիչ է, ես այստեղ շատ քիչ ստաժ ունեմ, մարդիկ 30-40 տարով աշխատում են, էլի շատ քիչ են ունենում թոշակ, ամենայն դեպս ինչ է լինի, 200 եվրո է լինի գոհեմ, եթե կտան էլի իհարկե։ Դե առայժմ այս պահին այսքանը, եղանակը ցուրտ է, սառն է, ես անգամ ձմեռվա շալվարս հագա, որովհետև երեք սառել էի։ Հիմա դեռ ժամանակ ունեմ, մտնեմ երևի խանութ, տեսնենք ինչ կա, մտնենք միասին երևի, եթե հարմար լինի կնկարեմ, չեմ խոստանում։ Մոռացա ասեմ, որ արդեն իմ անունը իրանց մոտ նշված էր, անմիջապես գտավ էլի, որովհետև այստեղ ամեն ինչը կամպյուտերային է և երբ որտեղ պետք է գտնել են, հենց կամպյուտերով բացում և նայում են։ Մենք ունենք մեր համարներ, այսպես ասած, առողջապահության հետ կապված, հենց իջերես իրենց միջոցով էլ նայում են։ Մի խոսքով դա էր, այսինքն ինձ գիտեին։ Եկեք մտրենք այս փոքրիկ կոսմետիկ խանութը, բուտիկը, որը կոչվում է Avril։ Avrile, ապրիլ ամսանն են այստեղ ասում։ Մտրենք, տեսնենք ինչ կա, լսել եմ, որ մատչելի գներ են, համոզվենք միասին, ուրեմն խնամքի միջոցներն են ձախ կողմում դասավորված, բուտիկը փոքր է, շատ մեծ տարածք չի գրավում, բայց լավ էլ հարմար դասավորել են իրենք, տեսեք գիշերային կրեմ է, արժեքը 8 եվրո, որ նման գոյություն չունի, և այս նշանը, որ տեսնում եք, դա բիո ապրանքանիշի նշանն է, որը հաստատում է, որ բիո է, իհարկե ցանկալի է բիո ապրանքանիշից օգտվել, քանի որ ամենուր աղտոտվածություն է, ուտելիքը քիմիա, մի խոսքով գոնե խնամքի միջոցները բնական լինեն, դեմքի վրա վատ հետք չթողնեն։ Կան նաև աքսեսուարներ, դատարկ ֆլակոններ, շամպուններ, շամպունից հետո կոնդիցիոներ, բալզամներ, մազերի խնամքներ է հատվածում դրած, այնտեղ մի բան ինձ հետաքրքրեց, երևի նկարելուց հետո վերցնեմ, ահա, աջ կողմում էլ արդեն դիմահարդարման պարագաներն են, տեսեք ինչպես մյուս խանութներում, այստեղ էլ դասավորությունը մի քիչ նման է, բայց գները էլի տարբեր են։ Ահա, աչքերի շուրջ տոնային կրեմներն են, այդ սպունգներն են, տոնային կրեմներ են և սնգույներ, դիմահարդարման այդ գույները, պալետները, մի խոսքով ամեն ինչ, մատիտներ, շուրթերի, աչքերի, հոնքերի, սրանք էլ ստվերաներ թարթիշների, էլի գները մատչելի, ճիշտ ասած ես չգիտեմ էլի ինչպիսի որակ կունենան թարթիշները,
գսելուց հետո էլ, այսինքն ինչպես լավ կբարձրանան, բայց կարելի է փորձել։ Մերթ կարելի է գնումներ անել։ Հիմա կտեսնեմ ինչ է ինձ անհրաժեշտ է, դա կվերցնեմ։ Շատ հետաքրքիր էր, այս Ավրիլ խանութը երբեք չէի մտել։ Փաստորեն 10 տարվա պատմություն ունի, ես համարյա թե եթե ամեն շաբաթ մի անգամ չանցնեմ, երկու անգամ հաստատ անցնում եմ։ Ու չէի մտել։ Գնումներ արեցի Տերստանը ցույց կտամ, ինչ գնեցի։ Իմ թուլությունն է, գիտեք, դեմքի խնամ, ընդհանրապես նմանատիպ կոսմետիկական խանութները։ Հետաքրքիրն էր բիո խանութ էր, գներն էլ մատչելի էին։ Իսկ հիմա նկատեցիք, որ ինչ գներ էին։ Ահա, այսօր էլ այդ խանութը հայտնաբերեցինք իր շնորհիվ իմ ընկերուհու։ Նա ասեց, որ այդտեղ հարմար խանութ կա։ Ոչ թանկ, բայց բիո եւ ավելի օգտակար։ Բա սիրելիներս, եթե դուք Լիլում եք ապրում, կարող եք Էսվերմուաս փողոցով հրապարակից այս կողմը առաջ գալ, աջ կողմի վրա է գտնվում այդ խանութը։ Այս շատ մանեկան նստեմ, ցույց տամ ինչ գնեցի այդ Ավրիլ խանութից։ Այս թուղթն հիմա մոտիկից ցույց կտամ ձեզ։ Այդ հասցեն, որ ինձ ուղարկել էին։ Ուրեմն դեմքի բամբակներ եմ գնել, բայց ոչ այդտեղից, նորմալ խանութից, մատչելի եւ շատ հարմար։ Այս մի հատը 80 սանտիմետր։ Շատ հարմար է, միշտ օգտագործում եմ, լավ մաքրում է, փափուկ է կոթոնը։ Ուրեմն ժողովուրդ ջան, կփորձեմ, երկարաժամանակ նայում էի մազերը ֆենելուց առաջ կամ որ ծով ես գնում արևը վառում է, բան, որպեսզի մազերդ չչորանան, չվառվեն, պաշտպանվեն, այս սփրեյն եմ գնել, չեմ էլ, ահա, բացել։ Եվ բնական է, կարևորը բիո է, նայեցի արդեն ինտերնետում, այս ընթացքում որ եկա, ոչինչ, վատ օձիվներ չկա, ասում 95%-ը բիո է պատրաստած, ու այստեղ տեղ կա, էլի մոտիկից ցույց կտամ, եթե այս նշանը կա, նշանակում է բիո։ Հնարավոր չի, որ գրեն բիո է, լավ է, նշանը դնեն ու հանկարծ սխալ դուրս գան, գիտեք, չէ, ինչքան կտուգանվեն, մինչև փակվելու չափ։ Եվ դեմքի դիմակ գնեցի, կփորձեմ, լավ դիմակ է, խոնավեցնող, նաև ասեմ, ձգող, հակատարիքային, էլի բոլոր տեսակի դեմքերին գալիս է։ Էլի շատ լավ օձիվներ էր ու շատ լավ բաներ է գրվում։ Կփորձեմ, դեռ չեմ փորձել, որովհետև ժամանակ չունեցա։ Բերեցի ու արդեն մի անգամից տանից դուրս եկա։ Հիմա հարմար բայ ցույց եմ տալիս։ Ես նման սպրեյ նայում էի պրոֆեսիոնալ այդ մազերի խանութում, մազերի համար նախատեսված վարսավիրական խանութում, այսպես ասեմ, շատ թանկ էր։ Հիմա ես չգիտեմ, դուք ասեք թանկ է, թե թանկ չէ, ես տվել եմ 10 եվրո սրան, կարծեմ 7 եվրո էլ սրան, կամ 6 քանիս, մի խոսքով 7 եվրո էլ սրան։ Չգիտեմ, կփորձեմ, այնտեղ շատ բաներ կային, բայց ես ունեի։ Դեկորատիվ կոսմետիկա էլ կար, հիմնականում խնամքի միջոցներ էին, բայց զարմանալին գիտեք որն էր, որ ոտքի հենց առանձին ոտքի կրեմ չկար, մարմնի կրեմ էր, ասма դա են տանում, բայց դե չէ, ես հատուկ ոտքի կրեմ եմ առնելու մեկ ուրիշ տեղից, երբ որ գնեմ, ցույց կտամ ձեզ կասեմ, այդ տեղից որոշ բաներ ունեմ, գոհ եմ, բայց վերջնական արդյունքի մասին կխոսեմ, երբ որ կոնկրետ ոտքի կրեմը գնեմ եւ արդեն այդ ֆիրմայի մասին կխոսեմ ձեզ հետ։ Մի խոսքով փորձենք Ավրիլը, ովքեր փորձել են գոհ են, մատչելի է եւ հետաքրքիրը նա է, որ այստեղ արոմազոնա ուղակի ինտերնետով է, պետք է այդ սայթից գնումներ անես, բավականին էժան է եւ բավականին արդյունավետ։ Բացի օձիվներից անընդհատ գովազդում են հենց հեռուստատեսությամբ Ֆրանսիայի մի հաղորդաշար կա, որտեղ իրենք այդ կրեմները ցույց են տալիս, փաստորեն շատ լավ կրեմ է, ինքը հենց հակակնճռային էլ տաբան ունի, սերիա ունի, արոմազոնան, եւ էլի էժան 6 եվրո, 7 եվրո, զարմանալի է, բայց փաստ է, ինչպես նաեւ այս Ավրիլը օգտագործել են մարդիկ եւ շատ գոհ են դեմքի կրեմից, որ
նույնիսկ Շանելի հետ են համեմատում, որ գրեթե տարբերություն չկա։ Դե անունն է որոշում գինը, դա միշտ ես ասել եմ, եթե ինչ-որ մի հատ անուն ունի, անկանանից մարդիկ գնումն են անում, շատերն էլ հենց անունին են անում, բայց կարևորը որակն է։ Սա էլ էս գնումս ցույց տվեցի սիրելիներս, թե ինչ ասեմ ձեզ, վաղը երևի արդեն գնումներ կգնանք կանենք, երևի թե միասին կանենք, ինչ նորություններ կան, հունիսի 1-ից կբարձրանա SMIG-ը, նվազագույն աշխատավարձը, մաքուր կդառնա 1477, ավտոմատ կերպով հունիսի 1-ից կբարձրանա, որովհետև Ֆրանսիայում կա օրենք, որի համաձայն, եթե գնաճը կազմում է տարեկան կտրվածքով 2.2, ինչպես այս տարի, ուրեմն ավտոմատ բարձրանում է 2%-ից ավել չպետք է լինի գնաճը, այսպես բացատրեմ, 2.2 է, արդեն ավտոմատ 2.4%-ով, ուրեմն բան են անում, ավելացնում են նվազագույն աշխատավարձը, որ իբր բալանսի բերեն, էլի թանկացումների հետ, ահռելի թանկացումներ են այստեղ, անընդհատ են թանկացումներ եւ զարմանալի նաեւ որ նվազագույն աշխատավարձը SMIG-ը բարձրացնում են, բայց այն միջին աշխատավարձը որ կա, երբեք նույնիսկ 10 դրամով չեն բարձրացնում։ Ինչևէ ժողովուրդ ջան, ես էլ այդ նորությունը, ովքեր SMIG են ստանում, գոնե նրանց համար դրական կլինի։ Այդ մասին էլ չորեքշաբթի օրը հայտարարեց աշխատանքի նախարար Ժան-Պիեր Ֆարանդուն, Ֆրանսիայի նախարարն է, Ֆրանս ինֆոյի եթերում էլ այդպես բարձրացային ասել, որ դա ավտոմատ է արվում ըստ կանոնակարգի, որի մասին էլ որ տարեկան կտրվածքով ապրիլ ամսին հաշվարկեր արել վիճակագրության եւ տնտեսական հանձնաժողովների ազգային ինստիտուտը, հենց այդ զեկույցի հաստատելու հիման վրա էլ արդեն կավելանա SMIG-ը։ Էս էլ այս նորությունը ժողովուրդ ջան, դες պահի համար այսքանը կհանդիպենք։ Ահա, այս հասցեով են ինձ ուղարկել որ գնամ։ Այսինքն որ գնամ ինձ օգնեն, էլի։ Ու նշված է թե ոնց գնաս, ինչ նստես, ոնց նստես, հեռախոսի համար չնայած զանգեցին, քաղաքապետարանից չպատասխանեցին։ Մի խոսքով սրանք ինձ արդեն պետք չեն։ Ահա, եւ սպրեյը եւ դիմակը, նշված բիո, նշանով գրված, եւ արդեն մնում է դիմակ օգտագործեմ, կարծիքս կասեմ։ Իսկ սա Կիկոյի տոնային կրեմն է, որ նախորդ տեսանյութում ներկայացրել էի, խնդրել էին մոտիկից ցուցադրել, ահա, մոտիկից ցույց եմ տալիս, այն տառը նշանակում է նաճյուղ եւ արդեն այստեղ ինչպես է կոչվում տոնային կրեմի անունը, որ սերիան է, կարող եք խանութում գտնել, փորձել, եթե լավ լինի գնել, դե տեսեք թե գիշերվա կեսին ինչ եմ պատրաստել, փանքեյքը, որ շատ լավ է ստացվում մածունով տարբերակով եւ ավելի համեղ է լինում ըստ ինձ քան կաթով, ահա, ուշ ժամ է, առավոտվա համար եմ պատրաստել, բայց կարող է հենց այս ուշ ժամին փորձենք, ինչ կա որ հիմա ժամը որ նայեք կասեք վայ, այսա դու ժամի բան ես ուտում, որ նայեք ժողովուրդ ջան, գիշերվա ժամը 10-ն է։ Ով էր ասում, որ էլ ցուրտ չի լինելու, տաքշորերս պահեմ, պահածների մեջից այսօր սա հանել եմ եւ հագել եմ սիրելիներս, որովհետեւ ջերմաստիճանը շատ իջել է։ Շատ ցուրտ է, սառը է, այսպես արև է դուրս գալիս, անձրև չկա, հենց քիչ, բայց լավ սառն է։ Կարճ ասած, տակ-տակ հագնվել եմ եւ գնում ենք Օշան հիպերմարկետ։ Երկար ժամանակ այդ Օշանում չեմ եղել, շատ երկար նույնիսկ, գնանք տեսնենք ինչ կա, գնումներ ենք անում, այսօր ազատ օր է մեզ մոտ, քրիստոնեական տոն է կա, տեղյակ եմ համբարձման օրն է այսօր, եթե դուք գիտեք, ասեք, ասանսիոն են ասում էլի, այստեղ դրա տոնն է եւ վաղն էլ են դպրոցներ ազատ, այսինքն 4 օր իրար հետևից ազատ օրեր են։ Դե գնացինք խանութներ, տեսնենք ինչ կա, ինչ չկա։
Ուշադրություն, նոր խանութի տեղ եմ ասում։ Բեսոն խանութ է բացվել Վիլնովդասկի առևտրի կենտրոնում։ Օշան հիպերմարկետից դուրս այս մեծ տարածքում է գտնվում Բեսոն եվրոպական կոշիկների սրահը, որի պատճառով մենք գնում էինք Ռոնկ քաղաք, իսկ հիմա ավելի մոտ կա, որի համար անչափ ուրախ եմ։ Թե պայուսակներ, թե կոշիկներ ներկայացվում են այս սրահում տղամարդկանց, կանանց և երեխաների համար, գուլպաներ և կոշիկների մեջ գտնվող սոմեյները, այդ տակդիրները, ամեն ինչ ներկայացված է և հողաթափեր, չմոռանամ ասելու։ Այս սրահում ամսի 8-ից մինչև 20 մայիսի զեղչեր են հայտարարված, իսկ երկուսը գտնելու դեպքում նաև 10% զեղչ։ Զարմանալի է, որ այստեղ ավելի շատ զեղչեր են հանդիպում հենց Տամաղիս ֆիրմայից, որ գիտեք, ես մշտապես հիմնականում այդ ֆիրմայից եմ գնումներ անում, և Ժեոքսից։ Ժեոքս խանութում և Տամաղիսում զեղչեր երբեք չես տեսնի այս սեզոնին, միայն ձմեռ և ամառ մեծ զեղչերի ժամանակ կարող ես գտնել ապրանքներ, իսկ այստեղ ամբողջ տարին զեղչում են։ Եթե չգիտեք, կարող եք համենալ և արդեն օգտվել հենց այս պահին գործող զեղչերից։ Ուրեմն նշված է, որ երկրորդ զույգը կարող եք գտնել կասայի մոտից, միգուցե գողացել են, այդպես են գրել, առաջ անցնենք և տեսնենք ինչ տեսականի կա, եթե նկատում եք, շատ զեղչեր են արված բոլոր տեսակների վրա, մերթ կարելի է հաճախ գալ արդեն, որ մոտ է և քո ուզած բանը զեղչով գտնել։ Հիմնականում նայում եմ մոկասիններին, որը որ այս տարի տենդենս է, և նաև գեղեցիկ է ամռան ընթացքում շալվարների հետ։ Ահա, կրունկները, որ առանձին են ու բարձր, ինձ դուր չեկան, նմանատիպ կոշիկներ եմ նայում և անպայման կտորից, զամշից, որպեսզի ավելի հարմարավետ լինի ոտքիս։ Նայում եմ, տեսնեմ որն եմ փորձում, մի քանիսը ընտրեցի, այս 3-ը փորձեցի, բայց հարմար չնստեցին, այդ դիմային հատվածը շատ նեղ էր և սեղմում էր, իսկ ես հենց շորը գերադասում եմ չսեղմելու, հարմար լինելու համար։ Դե ինչ, հետո մի օր կգանք, լավ մանրամասն կուսումնասիրենք Բեսոնը, հիմա գտնվում եմ արդեն Օշան հիպերմարկետի պարկինգում, առաջին հարկն է, երկրորդ հարկ էլ ունի և մշտապես այստեղ լիքն են։ Չնայած այսօր ոչ աշխատանքային օր է, բայց դա նշանակություն չունի, մշտապես էսպես է։ Եվ իրոք շատ մարդ կար, հնարավոր չէր նկարել, միայն հարմար պահը որսացի պանիրների բաժնում ձեզ ներկայացնելու ինչ պանիրներ կան, բնականաբար դուք գիտեք, որ Ֆրանսիան հարուստ է պանիրների արտադրությամբ, 1200 տեսականի ունի պանիրների, պլյուս տեքստուրայի առումով էլ տարբեր են, վաճառում են քերած, քսովի, ինչպես նաև կոշտ պանիրներ և տարբեր ուտելիքներ պատրաստելու համար նախատեսված պանիրներ, համեղ են բոլորը, այսօր որոշել եմ օգտվել քսովի պանիրներից, սա փաստորեն սոխով պատրաստվածն է, չէ լավ մի հատ վերցնեմ, ցույց տամ տարբերությունը, սոխն էլ է չնայած երևում, և ներքևում արդեն դրված է սխտորով պատրաստված է, ես սիրում եմ սխտորովը, որը քսում ես հացին ուտում, կարող ես քսել նաև ձկանը, բեկոնին, տարբեր բաներով կարող ես ուտել, ուտեստներ պատրաստել, ինչպես նաև ապերոներ, սրանք էլ էլի քսովի այդ պանիրներն են, որ Ֆրանսիայում շատ տարածված է և ամենավաճառվող երևի շատ ապրանքանիշի տեսակը ըստ ինձ դա պանիրն է, ձվից հետո միգուցե, կամ պանիրն է հետո ձուն, կամամբեղ տեսակի պանիրներն են, որ մեջը փափուկ է լինում, տարբեր էլի ֆիրմաների շատ համեղ են լինում, չնայած կամամբեղը ասում են առողջության համար այդքան էլ լավ չէ, վտանգավոր է։ Միմոլետն եմ սիրում, այս գույնի պանիրները, մի փոքր ինձ թվում է նույնիսկ աղիություն եմ նկատում, չնայած աղի չեն էստեղի պանիրները, բացարձակ։
Կարծես թե դեսերտ լինի, շատերը դեսերտի ժամին պանիրել են ուտում, քերած պանիրներն են, որ էլի բազմաթիվ ուտեստների հետ օգտագործում են ֆրանսիացիները, դե իհարկե ես էլ իմ խոհանոցային տեսանյութերում դուք նկատում եք, որ ես էլ եմ օգտագործում, ամենապարզ ձևը փլավի հետ, ահա, կամամբեղի տեսակներն են, մոտիկից էլ ցույց տամ, շատ համեղ են այս կապրիզը, դե ինչ կարելի է ուտել էլի համեղ պանիրներ են, ովքեր են պանիրներ սիրում կարող եք գրել տեսանյութի տակ, սիրով կկարդամ, տեսեք այստեղ էլի զեղչեր են արված, այս բաժնում բազմաթիվ, սա էլ մեր զամբյուղն է առայժմ, բազմաթիվ տեսականի զեղչված է, գանք էստեղ, մարդ չկա, տեսեք ինչքան մեծ ձևափոխել են, վերանորոգել են այս օշանը, տեղերը դժվար եմ գտնում, ամանների լվալու հեղուկ է և շատ լավ է ձեռքերին, չնայած ես ձեռնոցներով եմ ամանները լվանում, կարող եք սրանցից գնել, շատ լավն են և հոտն էլ, տհաճ չէ, ինչքան մեծ սրահ է, չէ ժողովուրդ ջան, սրանք էլ արդեն զուգարանի համար նախատեսված բադիկներն են, էլի զեղչված են, տեսնենք այստեղ ինչ է, գինը այս է, այսքան է զեղչվել, սրանք էլ արդեն ուրեմն մոմեր են, 1 € 26 են դարձել, վանիլային հոտով, ահա, բաժակն էլ հետը, առաջ անցնենք, տեսնենք էլ ինչեր կան, և արդեն մոծակի համար դեղերը կան, որը շուտով պետք կգա այստեղ, սպունգներն են ամանները լվալու, գներով, տեսակներով, ահա, ժողովուրդ ջան, կա օշանի, հենց օշանի համար իրանք են արտադրում և կա ուրիշ ֆիրմաների, եթե դու օշանի ապրանք ես վերցնում, քեզ էլիս զեղչեր են անում, սրանք էլ այդ մաքրող կտորներն են, բազմաթիվ տեսակի և տարբեր առարկաներ, տարբեր իրեր մաքրելու պատուհաններ, կահույք, լվալու, մաքրելու համար նախատեսված, ահա, ամեն ինչ մաքրության համար, տան համար, դե շարժվենք մյուս կողմ, այստեղ էլ շվեյցարական այս շոկոլադն են ներկայացվում և տեսեք 70-85 78%-անոց սև շոկոլադներ են, որ շատ համեղ են, գինն էլ երևում է և երևի թե ես կվերցնեմ 70%-անոցը, գնումները տանը որ ցույց տամ, արդեն կերևա թե ինչ եմ գնել, օշանում միրգ չգնեցինք մտածելով, որ ուրիշ խանութ կմտնենք, այնտեղ էլ փակ էր, ճանապարհին մտանք Carrefour մարքեթը, այստեղ ֆրանսիական ելակը ավելի մատչելի էր, ոչինչ որ ելակ եմ վերցրել, մի հատ էլ ելակ վերցնենք, տեսնենք ինչ կա մրգերից և գնանք տուն։ Ժողովուրդ ջան, արդեն տանն ենք, լավ հոգնեցի ու հիշեցի, որ սկզբի տարիներին եկել էին սկզբի շրջանում, որ գնում էինք հիպերմարկետ, այդպես օշանը կլինի թեկուզ Carrefour-ը, այդ որ դասավորությունները խառն էին, ինձ անծանոթ էին, ես իրոք հոգնում էի, հիմա այսօր, ասեցի չէ, որ երկար ժամանակ չէի գնացել օշան, դասավորությունը լրիվ փոխված էր, փնտրում էին երկար, ժողովուրդը լիքը, որ հնարավոր չէր, մի քիչ կենտրոնանալ նկարել, հազիվ սենց պահեր եմ ոսոց է, հազիվ, հնարավոր չէր մի խոսքով ավելի շատ բան ցույց տալ և արդեն գնումներ արեցինք, դրանից հետո օշանից հետո գնացինք Grand-Frais փակ էր, փաստորեն միրգը չգնեցին, թողեցինք Grand-Frais-ում, բայց փաստորեն այսօր փակ էր, դե այսօր ոչ աշխատանքային օր է, խանութներ կան, որ բաց են, խանութներ կան, որ փակ է, հետ գալու ճանապարհին մտանք Carrefour-ից ուրեմն տեսնեմ, այս լոլիկները Carrefour-ում 1.99 ու 2 € էր, իսկ օշանում թանկ էր, 2.99 էր, մի եվրոյի տարբերություն պատկերացնում եք, նորից վերցրեցի, ընդեղ լոլիկ եմ վերցրել, բայց սրանք վերցրեցի ու ավելի լավն էին, դե ես ջոկեցի բնականաբար, շատ համեղ են արդեն հասած կարմիրներ, մի խոսքով մարկետից վերցրեցինք
խնձոր Carrefour-ից վերցրեցինք այս լոլիկը եւ արդեն ելակ։ Ֆրանսիական ելակ է։ Եվ ասեմ, որ մարքետում ելակը ավելի մատչելի էր, քան Օշանում։ Իսկ Կարենը ինձ միշտ համոզում է, որ Օշանում ավելի մատչելի է, քան Carrefour-ում։ Մի խոսքով, ցույց տամ, ահա։ Սա ֆրանսիական Carrefour-ից գնացն է, սա Օշանից, իսկ սա դաշտի, որ ուզմանով կարմրի, մուկ չի, իսկական քաղցր ելակ է, սա համոզված չեմ շատ քաղցր կլինի, թե չէ, ամենայն դեպս ելակի սեզոն է, շատ հարմար է, առավոտյան նախաճաշի հետ վարսակի փաթրիներով շատ հարմար բան է, կարող ենք նաև է ձևով տվել, այստեղ էլ մի հատը փչացածը աշկս չի տեսել, այ 1000 ձևի նայեցի, գրեցի, նայեցի, հələ այս մեկը նորից վնասված է, թարս կողմից էր դրած, ահա, այս հոպ գցեցինք աղբարկը, ուրեմն այս գնումները սրանից սկսեցինք, ելակ, երկու տեղերից են գնել, տնեմ այս կողմ, հաց ենք այնտեղից գնել, խնձորը, լոլիկը և այսպես ցույց տամ, եգիպտացորենի, ուրեմն պահածովացված հատիկներ, որը որ աղցանների մեջ եմ օգտագործում, այնտեղից գնել եմ այս լավ թանկանոցներից, սրանք են շատ համեր, 3 քանից են սրանց կիլոգրամը և մի քիչ մատչելի, սրանք ճաշերի բանի մեջ օգտագործում եմ, շատ հարմար է, համեղել եմ, որ մեկ-մեկ թողնում եմ ավելի է հասունանում, շատ համեղ է լինում, ուրեմն գնել եմ բազուկ հում վերջապես, 2 հատ աղցան կպատրաստեմ, գնել եմ այս ճաշերի համար պատրաստվող ձիթապտղի յուղը, մի քիչ էժանացել էր ոնց որ թե 8.50 էր դարձել, նախկինում ես 10 եվրո էի միշտ վճարում սրան, 10-11, մի խոսքով այդ տես նոր գինը հիշեցեք, կրաբի, պալեչկի աղցան եմ պատրաստելու, արդեն ինձ մեր սիրած աղցանը, եթե կհետաքրքրի, կասեք, կասեմ, գնել ենք ուտելու կարակ, պրեզիդենտ, այս սխտորով պանիրը այնտեղ ցույց տվեցի, գնել ենք նաև ժամբոն, այսինքն խոզապուխտ, այսպես շերտերով կտրտած է, մեջը 9 հատ դրած է, Կարենին արդեն ինչ-որ լավ շղկած, որ գնում է աշխատանքի երկար ժամով, այսպես ասած ընդմիջման համար որևէ սանդվիչ եմ պատրաստում, սա էլ սումոնը, սաղմոնը ապխած, այստեղից գնել եմ նաև ռոկվոր պանիր, չնայած մենք պանիր ունենք, բայց գնեցի խեղճ սպանախոս ինչ-որ նայենք է, փողումներով կար, այնքան մեծ էր անցնոր, սկզբում վերցրեցի, հետո փոշմանեցի, մի խոսքով սպանախ, բանջարեղենից ուրեմն այս կուրժետները, դթմիկները, դթմիկները, շատ հարմար բան է, այստեղ արդեն գնեցի ալյումինի թիթեղ, ֆոլգա, զիպ այդ տոպրակներից և այն բարակ ցելոֆաններից, որ փակում ենք, ծածկում ենք սնունդը կամ ինչ-որ մի բան։ Ուրեմն այս տոպրակից այսքանը, անցնեմ հաջորդ տոպրակին։ Մոտիկից էլ մի հատ նայեք, դուք ուզում եք որ տեսնել մոտիկից, այս էլ այդ ժամբոնը, բնականաբար այս տոպրակները, սա պանիրների տեսակը, սա սխտորով է, շատ լավն է, կարագը, նշանը սա է, ձիթապտղի յուղի, կրաբովի պալեչկեքը այստեղ դա էր, սպանախը, ձողիկները, բազուկը, լոլիկը, այստեղ էլ արդեն էլի լոլիկը Carrefour-ի, այս խնձորն ու ելակները, ժողովուրդ ջան, այս Այուսակից, ուրեմն կրուասաններ և շոկոլադա պատ, կրուասանի տիպի խմորներ, այսպիսի հացեր, որպիսի մեջերը
դնեմ այդ նշածները, սանդվիչներ պատրաստեմ, 70%-անոց շոկոլադ, այդ շվեյցարական շատ լավն է, համեղ է, գնել ենք ձու, բիո, ֆերմերի էլի ձու է, երբեմն սրանով թխվածքներ բաներ եմ անում, թթվասեր, սուրճ, ապարատի սուրճն է, իմ հացն է, ամբողջահատիկ սորերի հաց, այստեղ ունենք յոգուրտ, հունական մածուն, այսպես ասեմ, գնել եմ 2 կիլոգրամ կարակ, մեր տարածաշրջանի կարակն է, յուղ պիտի էլի հալեմ, յուղը մի հատ էլ ճաշ կպատրաստեմ ու արդեն վերջանում է, հիշում եք չէ, ինչքան շուտ է պատրաստել, մի խոսքով տնական հալածյուղ, տարբեր բաներ պատրաստելիս տարբեր յուղեր եմ օգտագործում դրա համար, բնականաբար ինձ համար, որ շատ եմ սիրում ծովախեց գետին ավելի, և այս կիտրոնի հյութից, կիտրոնն էլ ունեին, բայց այդ հյութը գնել եմ ավելի հեշտ է լինում էլ, երբեմն ջրի մեջ լցնելու, ստեղ եկանք ինչ, ուրեմն ծիրանի ջեմ, քանի որ խոստացել եմ, որ ռուլետ եմ թխելու ծիրանի ջեմով, ձեռքի կոճար, հեղուկոճար, այստեղ մեղր, էլի բիո, բաներ կա, որ միշտ մենք դա պարտադիր բիո ենք վերցնում, սովորություն է, կարտոֆիլ, էլի սև շոկոլադ, բայց սրան մի քիչ ուրիշ բաղադրությամբ է, այս Կարենի կոնֆետներն են, այստեղ ունենք կաթ և սպիտակ քացախ, որով ես խոհանոցում և ամենտեղ գործեր եմ անում, շատ հարմար է։ Ինձ թվում է վերջ, այսքանը սիրելիներս, դե ես արագ տեղավորեմ, հետո էլի կմիանամ ձեզ։ Այս էլ սրանք ժողովուրդ ջան, այս քացախը, կաթը, ձուն, շոկոլադը, սա է մյուս շոկոլադը, այստեղ 2 հատ է իդեպ, մեր կարագը, որ ասում եմ, 1 կիլոանոց շատ հարմար է, նայեք, որից եմ հալում և գոհ եմ մնում, չնայած դե կախված կարող է օրվա տեսակից է լինի, ամեն, սա էլ այդ կիտրոնի հեղուկը, մեղրը, թթվասերը, օճառը, ծովախեց գետինը, ծիրանի ջեմը, սուրճը, հացը և այս թխվածքները, այստեղ կարտոֆիլը և յոգուրտը, ինձ թվում է բոլորը ցույց տվեցի։